Ահա, երևում է, չէ, որցուկը նստել էր վերևում ինձ էր ու նկատեց, որ ես արդեն գալիս։ Արի, եւ ընդամենը այս զարպասներից դուրս եկան երկուսը։ Տեսեք, թե ինչպես է նա հաչում։ Որցուկ էստեղ արի։ Մենակ դա էր ինձ պակաս, որցուկը վազելով գնաց այդ կինը։ Վախից նստեց գետնին, հազիվ հասա լարեցի շունիկներին։ Իհարկե նա չէր հարձակվել, չէր բռնել, ուղղակի հաչալուց նա կինը վախեցավ։ Որցուկ ծեծ ես ուտելու։ Դու էդ ինչ ես։ Դուք էս ինչ եք բերում իմ գլխին, հա՞։ Էս ինչ եք բերում իմ գլխին դուք։ Դուք հասկանում եք ինչ եք անում։ Հասկանում եք ինչ եք անում։ Հիմա դու էլ գոնե նրան ասես գնում ես որ դու էլ հաչաս։ Վերջացու։ Որցուկ։ Հիմա արի ես կողմ։ Արա, չեմ ուզում, ոչ մի բան մի արա, Զաբեր, ոչ մի բան։ Որցուկ, ես քո հետ ինչ ոնց վարվեմ, դու հասկանում ես, որ դա քո վերջն է։ Ինչ ես վազում են կնոջ վրա։ Ինչ էր արել, քեզ անցնում էր հիմար։ Իհարկե ես չեմ մեղադրում կնոջը, բայց լավ կլիներ, որպեսզի մարդիկ երբ որ շունը հաչալով այսքան մոտենում է, չվախենան։ Որցուկ էստեղ արի, չգնաս հիմա էլ այդ կողմով անցնելու։ Այ Աստված։ Չէ, որցուկը ինձ դեռևս իմ դրսի շներից ոչ մի շուն այսքան խնդիր չի առաջացրել, ինչքան այս շունը։ Դուք հասկանում եք ինչ անում որցուկը։ Հա, դե ապրես որցուկ ջան։ Ապրես, շնորհակալ եմ քեզ։ Հիմա էլ ընկել ես այդքան գա հետևից։ Ու ասում ա կերակրում ես, այդպես այդ կողմով չեմ գա։ Շնորհակալ եմ քեզ որցուկ։ Ահակին իմ չարչարանքը գցեցիր ջուրը։ Շնորհակալ եմ քեզ։ Այստեղով ուղղակի մարդ անցնել, որը վախենում է շնից, եւ վերջ։ Որցուկը հաչալով մոտենում է, այդ մարդը կորցնում է կառավարումը, որցուկը սկսում է ավելի ուժեղ հաչալ, սրա վերջը ինչա լինելու։ Որցուկն ուղղակի անկառավարելի է, ու սա ոչ մի լավ բան չի խոստանում։ Հիմա այս կինը կգնա, բոլորին կասի, որ ես կերակրում եմ այստեղ շներին, ու այդ շները հարձակվում են մարդկանց վրա։ Ու ես ոչինչ անել չեմ կարող։ Խնդրեմ որցուկը նորից հաչալով գնում է այնտեղ։ Իհարկե ես առաջարկեցի կնոջի ինձ հետ քայլելու անցնել, իհարկե նա մունատ եկավ մի աշխարհ ինձ վրա տարբեր բառերով եւ հրաժարվեց ինձ հետ անցնել ճանապարհը։ Խնդրում էի չվախենալ ինձ հետ քայլել, որ շունը ոչինչ չի անի, ես հասկանում եմ, նա անգամ շորից չէր բռնել, ուղղակի հաչում էր։ Իսկ նա այդ վախից ուղղակի ծնկեց։ Ես ամեն ինչ հասկանում եմ շան հետ կապված, բայց մարդիկ դա չեն ուզում ընդունել ու հասկանալ։ Մարդիկ պարզապես ասում են, վախենում ենք։ Կերակրում եք ու չեք հասկանում, որ հարձակվում են մարդկանց վրա։ Ես արդեն չգիտեմ ինչ անել։ Ուղղակի չգիտեմ։ Որցուկը ոչ մի կերպ չի փոխվում։ Հասկանում եմ, որ հնարավոր է նրան շատ են վնասում, շատ են քարով հարվածում իր բնավորության պատճառով, ես լսել եմ, թե ինչպես են նրան լարում եւ հարվածում, բայց ինչ կարող եմ անել ես։ Ես ինչքան սաստում եմ նրան, փորձում եմ տարածությունը, մարդան հանկարծակի անցնում է, նա հաչալով առաջանում է, ես ցավոք ոչինչ անել չեմ կարողանում։ Նակ Զաբելն ու Ավրորան գրեթե այդպես չեն, կարող է որցուկը հաչի, վազեն, բայց հիմնականում խնդիրը որցուկն է, ահա կանգնելա, որ մեքենա, մարդ, ինչ, անցնի ինքը հաչա ուղղակի։ Մեկ հա, այսպես անցնում են, չի հաչում։ Դուք ինչ եք այստեղից հաչում, հա։ Իբր իրենց հաչոցները քիչ է։ Ռավոտն արդեն իսկ ված սկսվեց։ Սա կատուներին, որոնք նույնպես այս պահին չկան։ Խելոք, հիմա ձեր գերներ կտամ։ Իրականում որցուկը եղել է սեփական տների կողմը, որտեղից լարել են իր բնավորության պատճառով, չնայած ոչ մի վստահաբար եմ ասում, նա չի կծում, չի բռնում, այսինքն կծման ու բռնելու դեպքեր ընդհանրապես չկան, ուղղակի նա իր հաչալու պատճառով այն մարդիկ, ովքեր վախենում են, երբ որ շունը հաչում է եւ տեսնում է, որ դիմացինը վախենում է, նա վտանգ է զգում եւ սկսում է ավելի շատ մոտենալով հաչել, ինչն էլ մարդկանց մոտ մի անգամից պանիկա է առաջացնում եւ իհարկե առաջին մեղավորը դառնում է այն մարդը, ով կերակրում է շանը, բայց դա ոչ մի կապ չունի մեկը մյուսի հետ իրականում։ Գնացեք չորեք երեք։ Այ, չգիտեմ արդեն ինչ անել։ Բայց որցուկի հարցը շատ լուրջ է, որը վտանգում է նաև այն, որ
Առհասարակ սլաքներն ուղում են ինձ կողմ, կերակրում է շներին, հարձակվում են, նույն ծեծված խոսքերն են, նույն խնդիրներ, որոնք հարուցում է Որցուկը, իրականում ոչ իմ կերակրելու հետ կապ ունի, ոչ ինձ հետ, այլ շունը ուղղակի ունի նման բնավորություն, որի պատճառով նրան շատ են հալածել եւ նա ավելի այդպիսին է դարձել, սակայն նորից եմ կրկնում, երբեք ոչ մի անգամ դեպք չի գրանցվել, որ նա ինչ-որ բռնի մեկի շորից, քաշի, չգիտեմ, վնաս պատճառի, նա պարզապես հաչում է։ Իսկ նրանք, ովքեր վախենում են, ես չեմ ուզում նկարագրել, թե ինչեր է առաջանում այդ ընթացքում։ Բայց դա մարդկանց չես բացատրի։ Նրանք նույն ծեծված բառերն են ասում, կերակրում ես, հարձակվում են եւ այլն, տուժում են բոլոր մյուս կենդանիները։ Հա, Որցուկ, քո արածից գոհ ես, հա, աչքդ էլի այնտեղ է։ Ասենք դու հասկանում ես ինչ ես անում, Որցուկ։ Դու հասկանում ես, որ դու ընդհանրապես անիմաստ հաչացող ես։ Ախր նույնիսկ մեկին կծած կամ բռնած քո այդ խնդրահարույց բնավորության պատճառով ամբողջ շների կերակրելու ես գործընթացնես վտանգում եւ քո կյանքը մասնավորապես ու ոչ միայն։ Թողեց գնաց։ Ինչու եմ ասում խնդիր է դառնում, որովհետև այստեղի մարդկանց առհասարակ չես կարող բացատրես, եթե իրենք տեսնում են դու շուն ես կերակրում, ես ակամա հիշեցի մի դեպք մի քանի տարի առաջվա, երբ ես տանը իմ համար նստած եմ, դուռը ջարդում են ու ինչ-որ մի շակերտավոր տղամարդ ինձ սպառնում է, պատճառը իբրև այ ես եմ եղավոր, որ կերակրում եմ կենդանիներին ու դրսում ինչ-որ մի գամփր, շուն, որևէ երեխայի վրա էր հարձակվել, ես տիր ասացի, որ ոչ ես այդ գամփր շանը անգամ կերակրում էի, ոչ տեղյակ էի այդ շան մասին, ոչ առհասարակ չգիտեի, տանը նստած ինձ համար, բայց ինչա ես կերակրում եմ կենդանիներին դրսի, ես թիրախավորվել էի շրջապատող մարդկանց կողմից։ Ու վստահ եմ, այս կնոջ պատմածներից հետո այնպես չի, որ շատ բարի են իմ նկատմամբ շրջապատող մարդիկ, բայց նորից թիրախավորելու են ինձ, որ կերակրում եմ այս գազան կենդանիներին, որոնք հարձակվում են մարդկանց վրա, գազանը չակերտների մեջ։ Մի հատ եկեք էլի, անիմաստը հնհաչում եք նորից։ Իրենց տարածքա, կարող է մի թռչուն էլ թռչել, իրենք հաչում են։ Ինչ կարող եմ անել։ Ամեն ինձ ոչ մի լավ բան չեն խոստանում, Որցուկ, դու հասկանում ես ինչ ես անում։ Ախր դու բարի շուն ես, ախր դու ես վստահ եմ, որ ոչ մեկին չես կծում, անգամ չես բռնում, ինչի ես անիմաստ հաչում։ Հիմա ուզում եք ինչ ուզում եք անեմ, նա չի կծի ու վստահ եմ, որ եթե այդ կինը չվախենար, հետ ամենը տեղի չէր ունենա, բայց ես չեմ կարող մարդկանց ասել, մի վախեցեք պարզապես։ Հաչում է շունը, թող մի երկու բերան հաչի գնա իր ճանապարհով, նա ձեզ ռեալ չի եկել, չի բռնել, չի քաշել ձեր շորից, այսինքն ոչ մի ագրեսիվ ուղղակի հաչում է, իսկ հաչալը տարբեր պատճառներ կարող են լինել իրականում։ Մարդիկ չեն ուզում ընդունել պարզապես եւ վերջ։ Մի բան գիտեմ, վախենում ենք, կծում են, հարձակվում են, վերջ։ Այս կարծրատիպը ուրիշ կերպ փոխել հնարավոր չի։ Պետք է խնդրեմ, ովքեր ունեն բակ, ովքեր ուզում են Որցուկի պես գերակտիվ շուն, խնդրում եմ, վերցրեք, քանի նրա չեն վնասել եւ ոչ միայն նրան։ Չգիտեմ, ես ուրիշ տարբերակ չեմ տեսնում այլևս։ Ամեն դեպքում ես ամեն ինչ արեցի եւ փորձեցի օգնել տիկնոջը։ Խնդրեցի միասին անցնենք, որպեսզի նա հաղթահարի վախը, որովհետեւ այսօր Որցուկն է, վաղը նա կարող է մեկ այլ ճանապարհով գնալ։ Իսկ Հայաստանում անտուն կենդանիների հարցը դեռևս խնդրահարույց է ու ինչ որ մեկ շուն, մի ուրիշ շուն նույնպես հաչալով մոտենա։ Հետո ինչ է անելու, ում է մեղադրելու։ Կարող է չլինել այս շունը, կարող է լինել ուրիշ շուն, բայց տիկինը չցանկացավ, վախեցավ ու գնաց։ Գալիս ես, հարի Սամջան, սևում ու թամպեր են կուտակվում, մեր գլխին եղածը կարծես թե քիչ է։ Շներն էր, մարդկանց պես բնավորություն ունեն, օրինակ Սամը երբեք չի հաչում, Որցուկն էլ այդպիսին է բնավորությամբ, ինչ անեմ։ Արի Սամջան, ահա այս մաքրուհին, որը
այսպես ասեմ, ես իրեն միշտ փորձում եմ, ինքն էլ է վախենում, չնայած վատ տրամադրված չի, միշտ ասում եմ ինչպես պաշտպանվի, որովհետև առավոտյան շուտ մաքրել փողոցները անտուն շների հետ այդքան էլ հեշտ գործ չի, այդ ասում այս Լիմոն մարքետի մոտ ինչ-որ գամփր, ինչ-որ շուն է նստում գունավոր, որը հարձակվում է, փորձում է ասել ինչպես պաշտպանվի, որովհետև բացատրում եմ, որ ի վերջո ես չեմ այդ հարցը լուծողը միայնակ, ես չեմ կարող, ես անում եմ այն ինչ որ կարող եմ, բայց եթե շները շատ են, եթե հաճում են, դա իմ մեղքը չի, դա ընդհանուր լուծում է պահանջում։ Իդեպ այդ կինը, որ ասաց, որ հարձակվել է Լիմոն մարքետի շունն իր վրա, ձեռքին եղել է ավել, դե ենթադրում ենք, չէ, շունն ինչի համար է այդպես վարվել։ Բայց սան բոլորը չի, որ հասկանում են այսպես։ Փորձեցի բացատրել տիկնոջը, որ գուցե ինչ-որ մեկը ձեր ֆիզիոնոմիայով, տեսքով, օրինակ կարա խփած լինի շանը, շունը ֆիքսի այդ տեսքը եւ անմեղ մարդու վրա հաչա։ Ինչպես պետք է պաշտպանվել, թե չէ այս խնդիրը այնպես չի, որ վաղը վերցնենք ու լուծենք։ Եթե ինչ-որ մեկը մտածում է խփելով, սպանելով կլուծի, միջև հիմա անում էին, բա ինչի չի լուծվել այս հարցը։ Ինչի չի լուծվել։ Բյուրեղավանում տարիներ շարունակ կրակել է շներին ու դա փաստ է ու դա թաքցնելու բան չի, ինչի չի լուծվել այդ հարցը։ Ինչու են հիմա շարունակում այսքան կենթանիներ շներ գտնվել դրսում, անտուն։ Պետք է մարդիկ վերջապես ընդունեն ու հասկանան եւ փորձեն համակեցությամբ ապրել այս կենթանիների հետ անվտանգ։ Ամենակարևորը, որպեսզի անվտանգ լինեն եւ մարդիկ եւ կենթանիները։ Ինչեւ կլուծվի այդ հարցը ու ամենակարևորը կատարվի համընդհանուր ստերջացման ծրագիր, որպեսզի նոր կենթանիներ չհայտնվեն փողոցներում։ Իհարկե նոր կենթանիները միայն ստերջացումով չէ, այլև բազմաթիվ տերեր, որոնք մենք տեսնում ենք, տերերի պատճառով այսօր ես նայում եմ շուն, նայում եմ տերով շուն է, բայց հայտնվել է դրսում։ Ու սա ամենալրջագույն խնդիրն է։ Սամ ուզում ես դու արի, չէ, ես գնամ մի հատ սպիտակի դեղը խմացնեմ, հետո կգամ այդ կողմը։ Սևուկ։ Բա արջուկն ու սպիտակն ուր են։ Դու ճանապարհին ինձ էիր սպասում։ Իսկ արջուկն ու սպիտակն ուր են, այն կողմերն են։ Արջուկ, սպիտակ։ Հիմա քեզ կկերակրեմ։ Լուր ես նստել, Միկի ջան, ինչ է լուր հանգիստ նստել ես, հա, փաստորեն Սևուկի հետ կռիվ չունես, քո կռիվը արջուկի հետ է։ Բարձը Սևուկ ջան, քանի ոչ ոք չկա, դու քո բաժինը հանգիստ կեր։ Մինչև մյուսները կգան երևի։ Սևուկ, կերար եկար հովին պարկեցիր, հա։ Հա, դե լավ, պարկի։ Բայց ես պետք է գտնեմ սպիտակին, դեղը խմացնեմ բերել եմ, Սեք ինչքան հեռու եմ գնացել եւ նա համարձակվեց գա ու արգանակից խմի։ Սևուկ։ Այ գժուկ։ Մոտենում եմ փախչումը, հեռանում դնում եմ, մոտենում տումը։ Ես առնվազն 5 մետրից ավել հեռավորության վրա պետքա լինեմ, որ նա մոտենա։ Դե լավ Սևուկ, ես գնում եմ, կեր կա, բայց իհարկե ինձ պետք էր սպիտակը, որպեսզի դեղ խմացնեմ, չգիտեմ, գուցե այն կողմերը դեռ տեսնեմ։ Ախ, շունիկը։ Ինձ տեսա ոտքի կանգնեց։ Տեսեք, նույնիսկ վազելով մոտենում է, թվում է թե հենց հիմա կմոտենա, բայց չէ։ Ասում է ընդամենը կերելցրու հեռու գնա, որ ես գամ ուտեմ։ Ահա։ Մոտեցավ եւ սկսեց ուտել։ Հա, Սևուկ։ Արի այստեղ արի։ Կեր։ Սևուկ ջան, առանց ձայնի կեր, լավ։ Նոր մի հատ ձեներ գցե գլուխը, թե կանչում էր մյուսներին, թե ինչ, չգիտեմ, նայի շունիկներն էլ չգան, ու կեր գնա հետ։ Հա, այդ եմ ասում էլի։ Դե Սևուկ ջան, դու խելոք կեր, ես գնացի տրամադրություն ընդհանրապես չկա։ Գնա մի հատ ստուգեմ սպիտակն են տեղա թե չէ ու գնա։ Հա, Սևուկ։ Արի քեզ էլ։ Բա մի բողոքի հիմա, կեր։ Սամը քեզ ոչինչ չի անի, Սամ, արի փիսոյիկ, քեզ էլ կերակրեմ։
Ինչ սիրունիկն ես արի հիմա։ Հա, սամ, քեզ էստեղ կերակրեմ։ Արի, լուքոնը կեր։ Կեր Փիսո ջան, կեր։ Կեր Սամ ջան, որ հետևիցս չգաս։ Դե չգիտեմ, էթում էր սեփական տները երևի են անցումով։ Դե որցուկի չէ, հələ գարաժի կողմն եմ, հեսա տեսնեմ սպիտակը չկա, այդ դեղը խմացնեմ, մի հատ տենամուրը։ Մի խոսքով էլի։ Հա, սև ու կանչեցիր, սպիտակն ու արջուկն եկան, ասեցիր, որ ես եկել եմ գան։ Հանգստացեք։ Միկի։ Արջուկ լավ էլի, առանց են էլ օրս օր չի, դուք էլ մի սկսեք, հեսա սպիտակ, հեսա մի սպիտակի միսիկ եմ տալու, բայց դեղով, հելա տեսնեմ ոնց է, սպիտակը ոնց է, սպիտակ, ապրես, կեր, միչև վերջ, դեղը մեջներ, ապրես, ապրի, սպիտակը լավ խորքն էի դրե, մի քանի այսպես բուլյոնով ու կաշով արել, ու նա չզգաց, վերք ինչպես է սպիտակի, լավ, խմեցրեցի, վերջ սպիտակ դա էլ խմի, չգիտեմ ինչ վիճակում է, բայց հնարավորինս մոտիկից փորձեցի նկարել, ձեռք տալ թույլ չի տալիս։ Հա, դա էլ քո բաժիններ, կեր արջուկ ջան, կեր, մենակ մի բողոքի լավ։ Լավ, գոնե ձեզ տեսա, կեր սպիտակս։ Կարողացա դեղը խմացնել սպիտակի, մի խոսքով։ Լավ, մնացեք։